Կառավարությունն անընդհատ է առաջ տանում ոստիկանության բարեփոխումների օրակարգը, զուգահեռ համացանցում, լրահոսում ավելանում են հանցագործությունների դեպքերի աճի մասին երբեմն ահասարսուր հրապարակումներ, մեկնաբանություններ, պնդումներ, վիճակագրություն, յուրաքանչյուրի մասով տարվում է առանձին քննություն։ Եթե շրջանառվող տեղեկատվության մեջ կա իրականություն եւ մտահոգվելու առիթ, բնականաբար մենք դրանք դարձնում ենք քննարկման առարկա։ Վերջին մի քանի տարում համակարգում եղել են կառուցվածքային փոփոխություններ, օրենսդրական նոր լուծումներ, դրանք իհարկե ազդում են հաճախ ներկայացվող պատկերի վրա։ Հանկարծամահությունը, վարորդական իրավունքի հետ կապված որոշ հարցեր, օրինակ, նախկինում ընդհանուր վիճակագրության մեջ չէին արտացոլվում, հիմա կան։ Այդ դեպքերը մենք ենք դարձրել դեպք։ Մենք ենք դրանք գնահատել որպես հանցագործություն։ Այդ արարքները նախկինում են եղել եւ մենք չենք խուսափում այս արարքները դարձնել հանցագործություն, դնել վիճակագրության մեջ եւ տեսնել, առերեսվել իրականության հետ, որտեվ այս գործողությունը միտված է հանրային անվտանգության ամրապնդմանը։ Պաշտոնական վիճակագրությամբ 2025-ին 24-ի համեմատ ընդհանուր արձանագրված հանցագործությունների դեպքերը նվազել են 3.2%-ով, առավել վտանգավոր խնդրահարույցներից մարդու դեմ ուղղված հանցագործության դեպքերը նվազել են 23.2%-ով, սեփականության դեմ ուղղվածները 13.7%-ով։ Մենք շատ դեպքերում տարբեր հարթակներից լսում ենք կամ տեսնում ենք մի փոքր այլ պատկեր, ինչը ըստ մեր գնահատման կամ որոշ մարդկանց ապատեղեկատվության, այսպես ասած, զոհ կամ գերի դառնալու արդյունք է, կամ հստակ ուղղորդված գործունեություն, որը միտված է եւ ուղղված է ցույց տալու, որ պետությունը ըստ էության չի տիրապետում իրավիճակին, որ հագնացող վիճակներ կան, վտանգավոր վիճակներ կան, սրանով իհարկե թիրախավորելով պետությունը եւ սակարկվում է այս իմաստով ներքին անվտանգության, այսպես ասած, ապահովման ամբողջ գործընթացը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են իրավիճակին տիրապետում են, բացատրում, հատկապես նախընտրական շրջաններում նման գործիքակազմ կիրառում են տարբեր երկրներում։ Առանձնացնում են 1-2 հնչեղ դեպքեր ու պարբերաբար տարբեր դիտանկյուններից անդրադարձերով ստեղծվում է տպավորություն, թե ամեն ինչ վատ է։ Լրատվական դաշտում մենք շատ հաճախ լսում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր տեղի են ունենում սպանություններ։ Այնինչ, օրինակ 2025 թվականին բոլոր 50 դեպքերը բացահայտված են եղել, եւ ոնց էլ որ փորձենք այս 50 դեպքը տեղավորել ամեն օր պարբերականության տերմինի մեջ, կարծես թե չի ստացվում։ Հաստատված սպանության 50 դեպքի վերլուծություններով ՆԳՆ-ում պարզել են, մեծ մասը իրավիճակային հանցագործություններ են, տեղի են ունեցել դեպքերի արագ զարգացման պայմաններում հանկարծակի ծագած դիտավորությամբ։ Կատարված սպանությունները մեծամասամբ կատարված են սառը զենքի գործադրմամբ, այսինքն փոքր թիվ են կազմում հրազենով կատարված սպանությունները։ Անցած տարվա ընթացքում բացահայտվել եւ կանխվել է սպանության 12 նախապատրաստման դեպք։ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր մոտ 2500 միավոր հրազեն, 445-ը հայտնաբերել են քրեական ոստիկանները։ Միջոցառումների շրջանակներում 115 անձ ձերբակալվել է ու իրենց մոտից հայտնաբերվել է թվով 156 միավոր հրազեններ։ Բնակարանային գողությունների մասով ունենք դեպքերի նվազում, 169 դեպքով ավելի քիչ է արձանագրվել 2025 թվականի ընթացքում։ Կարևոր է ընդգծել, որ քրեական ոստիկանության կողմից վնասազերծվել են այսպես կոչված պրոֆեսիոնալ հանցավոր խմբեր։ Կիբերհանցագործություններն էլ քրեական ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Օպերատիվ տվյալներով 2025-ին բացահայտել են հափշտակություն կատարող 4 խմբի, եւս 2 խումբ վնասազերծվել է այս տարի։ Կանխել են Հայաստանի քաղաքացիներից մոտ 27 միլիոն դրամի հափշտակության փորձ։ Տնտեսական բնույթի հանցագործությունները բացահայտելով պետական բյուջե է վերադարձվել 643 միլիոն դրամ։ Ընդհանուր վնասը գնահատվում է 25 միլիարդ դրամ։ Ոստիկանությունն ապօրինի շրջանառությունից հանել է 760 կիլոգրամից ավելի թմրամիջոց, հիմնականում հայտնաբերել են մեծ խմբաքանակներ մաքսանենգ ճանապարհով ներկրման ժամանակ։ Դպրոցներում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն բացարձակապես չի արձանագրվել 2025 թվականին, դա ընդհանրապես սոցիալական կայքերով հրապարակումներ են եղել։ Հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շուրջ 80%-ը համայնքային ոստիկանության տիրույթում է։ Վիճակագրությամբ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունները նվազել են, փոխարենն աճել է բացահայտման արդյունավետությունը։ Հանրությանը ամենից շատ անհանգստացնողներից ավտոմեքենաներից կատարված գողությունների բացահայտման դեպքերն էլ աճել են։ Հիմնականում ավտոմեքենաներից կատարված հափշտակությունները տեղի են ունենում Երևան քաղաքում, համայնքային ոստիկանությունում կատարվում է նաև վերլուծություն, գույքագրվում եւ քարտեզագրվում է այն տարածքները, վարչական շրջանների այն հատվածները,
բակային կլինի, փողոցային հատվածները, որտեղ էլ առավել շատ է տեղի ունեցել հափշտակությունները, այդ ուղղությամբ մենք իրականացնում ենք մշտապես օպերատիվ հետախուզական միջոցառումներ օրվա տարբեր ժամերին։ 2025-ին Պահեստամաս պետհամարանիշ գողացող 37 խումբ են հայտնաբերել, ընդ որում 5-ը եղել են անչափահասներից կազմված։ Այս տարվա առաջին 2 ամսվա ընթացքում բացահայտել են ևս 10 խմբի։ 2025-ից մինչև հիմա նույնականացրել բռնել են գրպանահատների 15 խումբ։ Այդպիսի հանցագործությունների թիրախում հիմնականում հասարակական տրանսպորտից օգտվողներն են, հատկապես օրվա պիկ ժամերին գործի շտապող կամ գործից հոգնած տուն գնացողներին շեղում են, հմտորեն դատարկում պայուսակներն ու գրպանները։ Մեր մերկացված խմբերը 2 անձիկ են հանդիսացել, հնարավոր է մեկը շեղում է անձին, իսկ մյուսը իր գործողությունն է կատարում դեպի հափշտակություն իրականացնելու։ Հանցագործների գործն ավելի հեշտանում է, երբ պոտենցիալ թիրախն ականջակալներով է, ճանապարհը կարճելու համար ֆիլմ է դիտում կամ երաժշտություն լսում։ Լավ է, հասարակական տրանսպորտում արդեն կան տեսախցիկներ, նույնականացումը դյուրացել է։ Ավելի շատ են սկսել դիմել ընտանեկան բռնության դեպքերով, ավելացել են անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները։ Հիմնականում դեպքեր են, երբ առանց վարորդական վկայականի մեքենայի ղեկին են հայտնաբերվել։ 2025 թվականին արձանագրված 4784 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 283 մարդ, որը նախորդ 2024 թվականի համեմատությամբ պակաս է 50-ով, ունենք զոհերի թվի էական կրճատում նախորդ տարվա համեմատությամբ 1 տարվա կտրվածքով։ Յուրահատուկ մեզ երկրորդ տարին է անցած, որ մենք ունենում ենք զոհերի թվի նվազում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2024-ին 2023-ի համեմատ եւս ունեցել ենք էական նվազում 45-ով։ Անդառնալի հետևանքներով դեպքերի նվազեցումը կապում են ամբողջ հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրմամբ։ Ասում են կանխարգելիչ ինտենսիվ աշխատանքներ են տանում։ Միայն 2025-ին պարեկները վարելու իրավունքից զրկել են 5435 մարդու, արձանագրել են 1 միլիոնից ավելի իրավախախտում։ Շատ են եղել ծանր հետևանքով վթարներ առաջացնողները։ Սահմանված արագության ռեժիմի չպահպանումը կամ արագության գերազանցումը, արձանագրել ենք այդպիսի մոտ 108,000 իրավախախտում, որը 2024-ի համեմատ ավելին է մոտ 26,000-ով, եւ այս առումով կանխարգելիչ աշխատանքը բնականաբար տվել է իր արդյունքը։ Տարեց տարի աճում է հանրապետությունում գրանցված երթևեկող մեքենաների քանակը։ Անցած տարեվերջին շահագործվել է մոտ 1 միլիոն ավտոմեքենա, 40,000-ով ավելի, քան 2024-ին։ Հիմա արդեն ուժերը կենտրոնացած են ոչ միայն մայրուղիներին, այլև համայնքային ճանապարհներին։ Շուտ հայտնաբերում են նաև նրանց, ովքեր տանը գինով նալուց հետո որոշում են մոտակա խանութը մեքենայով հասնելու վտանգավոր իրավիճակ ստեղծում, ասենք գյուղում կամ քաղաքում։ Պարեկներն ակտիվ աշխատում են նաև հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ։ Պարեկային ծառայության կողմից բացահայտվել է 14747 հանցագործության դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 3052-ով կամ 26%-ով։ Մասնավորապես պարեկային ծառայողների կողմից 2025 թվականին հայտնաբերվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 2414 դեպք, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելին է 548-ով կամ 29.4%-ով, եւ արգելվել է պարեկային ծառայողների կողմից այդ հայտնաբերված դեպքերով մոտ 32 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ոստիկանության հենասյուներից 4-րդը Գվարդիան գործին միացավ նախորդ տարեվերջին։ Նախկին ներքին գործերի եւ պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները վերապատրաստվեցին, նոյեմբերից աշխատանքի անցան։ Գործընկերների հետ սկսեցին բացի հասարակական կարգի պահպանությունից ներգրավել հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման աշխատանքներում։ Բացի այն, որ ամենօրյա ռեժիմով ոստիկանության գվարդիան հասարակական կարգ պահպանելիս եւ հասարակական անվտանգություն պահպանելիս նաեւ իրականացնում է եւ հայտնաբերում է թմրանյութերի, այսպես ասած, տեղադրումներ եւ թմրանյութերը ինտերնետային հարթակով ձեռք բերողների հայտնաբերումներ, ձերբակալումներ։ Պետք է նշեմ, որ նոյեմբերի 1-ից մինչև օրս արձանագրվել է 320 իրավախախտման դեպք, որոնցից 176-ը համատեղ ոստիկանության 3 հենասյուների հետ միասին եւ 144-ը ոստիկանության գվարդիան իր ուժերով է հայտնաբերել։ Իրականացնում են 154 կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանություն, եւս 1047-ի պահպանությունը մոնիթորինգի կենտրոնի ուժերով է։ Առաջին անգամ սահմանվել է ուժի կիրառման ստանդարտ։ Ոչ միշտ է, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման մոտեցումները ցանկալի արդյունք են տալիս, այլ լինում է հակառակը, իսկ բանակցայինը կանխում է, բանակցայինը բանակցելով լարումը թուլացնում է
եւ բանակցայինի գործելավոճի մեջ հիմքում դրված է միջազգային փորձը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտություններով այս տարվա փետրվարի դրությամբ հարցումներին մասնակցածների 61%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատանքից։ ՄԱԿ-ի թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներով 100,000 բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը 2021-ին կազմել է 5.8 դեպք։ Հայաստանում ցուցանիշը 2021-ին եղել է 2, 22-ին 1.9, 23-ին 1.8, 2024-ին 2.